Տոն Վարագա Սուրբ Խաչի սեպտեմբեր 28 Կիրակի Այսօրվա թուղթը գաղատացիների նվիրված 6-րդ գլուխ 14-18 համարներն են։ Խաչի տոների մեջ, որոնք 4-ն են, Հայաստանյաց եկեղեցու հատուկ տոնակատարություն է Վարագա խաչի տոնը։ Հրեբսիմյանց կույսերը Հայաստան գալով բնակություն են հաստատում Վարագա լեռան վրա։ Սուրբ Հրեբսիմեն իր հետ ուներ տիրոջ խաչապայտից մի կտոր մասունք, որ միշտ կրում էր իր վզին։ Մի օր, երբ մյուս կույսերի հետ հալածական ապաստան են գտնում Վարագա լեռան վրա գտնվող մի քարանձավում, խաչի մասունքը ապահով պահում է քարանձավում։ Եվ ընկերների հետ գնում են վաղար շաբաթ։ 653 թվականին Թոդիկ ճգնավորը Գլակա վանքի վանահոր իր Հովել աշակերտի հետ աղոթում է, թե որտեղ է պահված խաչի մասունքը։ Իրենց աղոթքին ի պատասխան Վարագա լեռան այդ քարանձավում տեսնում են լուսեղեն 12 սյուներ։ Լույսերը երկար ժամանակ մնում են լեռան բարձունքին։ Մտնում են քարանձավ, երկրպագում են Սուրբ նշանի առաջ։ 12 լուսեսյուները 12 օր մնում են այնտեղ, հեռավոր վայրերից նկատում են լույսը եւ հոգեվորականները եւ ժողովուրդը գալիս են երկրպագելու, որոնց մեջ էին Ռշտունյաց Թեոդորոս նախարարը եւ Ներսես երրորդ շինող կաթողիկոսը։ Եվ այդ վայրում կառուցում են եկեղեցի Սուրբ նշան անունով։ Այսօրվա ընթերցանությամբ էլ առաքյալը գաղատացիներին գրված նամակով ասում է. «Սակայն քավլիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ աշխարհի համար»։ Սիրելիներ, Վարագա Սուրբ նշանի խաչի տոնը գալիս է շեշտելու, որ ամեն լավ բան, որ մենք ստացել ենք, բխում է խաչից։ Մենք այսօրվա տոնով հասկանում ենք, որ արժանի ենք Աստծո օրհնությանը, զգալ Աստծո շնորհով։ Քրիստոսի խաչն է այն նշանը, որի վրա Հիսուս մեր մեղքը իր վրա է վերցրել եւ հնարավորություն տվել մեզ հաշտվել Աստուծո հետ։ Աշխարհում մեր ունեցած ամեն լավ բան Աստծո շնորհի ապացույցն է մեզ մեղավորներիս հանդեպ։ Մենք էլ իբրև քրիստոնյաներ պարծենում ենք Քրիստոսի խաչով, որ հնարավորություն է տվել մեզ զգալ, ճանաչել եւ վայելել Աստծո բարությունը եւ օրհնությունը։ Մենք պարծենում ենք քեզնով, քո մահով եւ դրա արդյունքում գտած կյանքով։